Բարև ձեզ, եթերում Podcut-ի առաջին թողարկումն է, ես Նատալին եմ։ Բարև ձեզ, մուլտիմեդիայի դպրոցը սկսել է նախագիծ, ես Դավիթն եմ։ Մասնակիցները լինելու ենք մենք, դպրոցի սաները։ Իսկ դու կարող եք հետևել մեր մանկական պոդքասթը մեր YouTube-յան ալիքով։ Միացեք մեզ, քննարկելու ենք շուտ հետաքրքիր թեմաներ։ Իսկ այդ բոլորը երեխաների լեզվով։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, հետաքրքիր է լինելու։ Իսկ այսօրվա թեման եթե չլիներ ինտերնետ։ Դավիթ, ինչ ես կարծում, եթե հիմա ինտերնետը չլիներ, մարդիկ ինչպիսին կլինեին։ Լավ մարդիկ կլինեին, բայց Ինչու՞։ որովհետև ասենց ինտերնետը խառնում է իրար, բան չեն կարողանում իրական կյանքում անեն, այտենց։ Անընդհատ հեռախոսի մեջ են, հա։ Հա։ Իսկ կարաս ասես ինտերնետի դրական եւ բացասական կողմերը, Դե դրա պլյուսները եւ մինուսները։ դե պլյուս կամ ասեմ, երբ որ դու օրինակ լինես Իսպանիա, իսկ քո ընկերը լինի Ամերիկայում, ո՞նց ես խոսալու դեմքից դեմք։ Կարես դու ինքդ խոսաս ուղղակի հեռախոսով էլի։ Այդ էլ միակ պլյուս, միակ մինուսն է, որ իրական չես կարողանում գնաս դուրս։ Հա, իրականությունից կտրվում ես եւ հեռախոսիդ մեջ ես անընդհատ մտնում, հա։ Որ չես գնում բակ ընդեղ խաղում, ինչպես մեր մայրիկների ու հայրիկների փոքր ժամանակમાં, չէ՞։ Դե մայրիկները ու հայրիկները գնացել են։ Դե որովհետեւ իրենց ժամանակ դեռ ինտերնետը ոչ ինտերնետ ոչ հեռախոս չկար։ Բա իսկ քո մայրիկն ու հայրիկը ինչ են պատմել այդ ժամանակների մասին։ Օրինակ, այս ժամանակներում իրենք չեն կարողանում իրար հետ ինչպես հիմա մենք կարող ենք, չէ՞, հեռախոսով իրար գրենք, WhatsApp-ով, Viber-ով ծրագրեր կան հատուկ, չէ՞։ Իրենց ժամանակ այդ ամեն ինչ չկար, իրենք իրար նամակներ էին ուղարկում ու այդ նամակները իրար հասնում էին 2 թե 3 շաբաթ անց։ Իսկ հիմա մեր մոտ մի վայրկյանում հասնում են, չէ՞։ Օրինակ ես շատ եմ իջնում բակ ընկերներիս հետ խաղալու։ Ընդհանրապես հեռախոսի մեջ չես մտնում։ Դե մտնում եմ մեկ, բայց դեռ իջնում եմ բակ։ Բայց մեծամասն ժամանակ իջնում ես բակ ես խաղում, հա։ Հա։ Իսկ դու մտնում ես օրինակ։ Հեռախոսների մեջ։ Հա։ Ես նայում եմ, բայց այդքան է շատ չէ, ընդհանրապես եղբայրիս հետ եմ խաղում կամ գնում եմ դուրս։ Դե ես էլ կեսներ ժամանակի նկարում եմ, այտենց արդեն Ես էլ եմ սիրում նկարել։ Նկարելը, երբ որ սենց դուջղային ես, կարա քեզ ուրախացնի, որովհետև նկարելուց հետո իմանում ես, այդ իրական կյանքը ավելի կարևոր է։ Հա, ու հանգստացնում է, չէ՞ քեզ։ Հա։ Նկարելը, Ահ, ինձ էլ։ ես շատ բան եմ սովորել ինտերնետից։ Իսկ օրինակներ կարաս տաս։ Ես սովորել եմ այդ որ մի տարի, ես չեմ հիշում էլի որ տարում, մի հատ երեխա այն ուտելու փայտիկներից մցել էր ականջով, բայց ուղեղին ոչ մի բան չէր եղել։ Շատ հետաքրքիր է։ Ես օրինակ չգիտեի դրա մասին։ Օրինակ հին ժամանակներում, երբ ինտերնետ չկար, որ ուզում եք ուտելիք պատրաստեիք, չէ՞։ Հա։ Հիմա մենք կարող ենք վերցնենք համացանցից բոլոր ռեցեպտները վերցնենք նայենք, չէ՞։ Այո։ Իսկ առաջ բանը կամ մայրիկներ օգնում, կամ էլ իրենք ինչ։ Սոյացնում էլի։ Դե օգնում, սովորացնում, հա։ Կամ էլ պետք է գնային գրադարաններ եւ գտնեին այդ ռեցեպտների գիրքը, որ կարողանային պատրաստեին։ Ցանկացած բան, որը հիմա կարող ենք մենք համացանցից գտնենք, գրքերի մեջ էր։ Հին ժամանակ մենք չենք կարող վերցնենք հեռախոսը, գրենք ինչ-որ բան Google-ում կամ ուրիշ ծրագիրներում։ Հա։ Ու ամեն ինչը գտնենք։ Հա, ու հեռախոսը դիտես, չէ՞, որ սենց նայում ես մի բան։ Հա։ Սենց օրինակ ուզում ես գնաս մի բան ասես մայրիկի, գնում ես, բայց մոռանում ես։
կեսից Դե դել է մինուս։ դետել 2 մինուս մի հատ Դա արդեն 2 մինուս ու մի հատ պլյուս։ Օրինակ կհաշվենք լվացքի մեքենան։ Լվացքի մեքենան մեզ ավելի շատ հեշտացրեց, որ հին ժամանակ օրինակ պետք է գնային այնտեղ պետք է ձեռքերով լվանային, չէ՞։ այո Վերցնում էին ձեռքերով են լվանում, չէ՞, շորերը։ հա Իսկ լվացքի մեքենայի մեջ շորերը դրեցիր, միացրեցիր եւ վերջ։ Արդեն քո բոլոր շորերը սպիտակ են, մաքուր են կամ եթե գունավորը մաքուր են ուղակի։ Չէ՞։ Հա Համաձայն ես հետս։ հա բայց ես համաձայն չեմ որովհետև գնալ Սևանում լվանալ շորերը դա ավելի բնական է զգացվում ու դա լավ է քո համար Հա, բայց հետո ոնց էին չորացնում օրինակ։ Հիմա դրա համար կա լվացքի մեքենաներ, որոնք ամեն ինչը չորացնում են։ դե դնում էին փռում էին էլի Հա։ Փռում են որ չորանար։ հա Մայրիկից դες իմացել։ դե դել չէ Բա որտեղից իմացար։ ուղղակի մտածեցի Համացանցից։ իսկ քո կարծիքով եթե ռոբոտները ամբողջ աշխարհում լինեին ու ամբողջ աշխարհը կառավարեին լավ կլիներ թե վատ Ես կարծում եմ վատ, որովհետև այդ ռոբոտները մարդկանց գործերը կանեին, չէ։ հա Օրինակ լիքը բաներ կան, գործեր կան, որոնք արդեն սկսել են ռոբոտներ անել ու մարդիկ հրաժարվել են իրենց գործերից, չէ։ հա Եվ չեն կարողանա աշխատեին, անընդհատ հեռախոսների մեջ կլինեին։ ու ջուրը չէին կարող փողերը տային ու դա նշանակում է 3 օրից կմեռնեին Դե Համաձայն եմ։ լսել արհեստական ինտելեկտի մասին Ոչ։ Կարող ես ասես։ չէ Բայց դու որտեղ ոչ ես չես եմ լսել ChatGPT-ին։ Ասեք դե ChatGPT-ին։ Ինչի՞ դա պետք է բանը։ Ինչի՞ դա պետք է արհեստական ինտելեկտ ասել, եթե կարելի ասել ուղղակի ChatGPT։ բա Google-ներ կա Հա, Google-ն էլ է։ Օրինակ բանը շատ մարդիկ օգտվում են ChatGPT-ով։ դե Google-ն էլ լավ ընկեր է Դե Google-ը լավ ընկերն է նրանով, որ ամեն ինչը կարես գտնել Google-ում։ չէ տենց չեմ ասում ասում ես ինչ ուզենաս կարես խաղաս իրա հետ Uno ամեն ինչ Dos, tres։ 4, 5, 6, 7, 8, 9, 10 Օրինակ մեր դասանում կան մարդիկ, ովքեր ChatGPT-ով են դասերը անում, եւ մեր ուսուցիչները մի հատ ձև են գտել, վերցնում են, որոնք կասկածում են, որ դա գրել են երեխաները, կոպի են անում, դնում են ChatGPT-ում եւ գրում են, քանի տոկոսով ես դու սա գրել։ Եվ եթե ChatGPT-ն ասում է 100%-ով, դա մի գնահատական, մի բալ գնահատականը իջնում է։ դե մի քիչ լավ է երեխեքի համար Որ տուպոչին են։ հա թող սովորեն ու Հա ինչի համար է ինչի համար է, հա։ Դա քրքիր ուղիղ ինչի համար է։ քո կարծիքով սրտի համար է մենակ Չէ, բաց։ Համեն պատած մեր դասարանցիների հետ ես սովորում եմ։ ես Չեմ ատում։ մի անգամ ես արկել էի AI-ով ասենց բա ես որ ասում էր նարինջ Հա։ ուղղակի նարինջ էր ասում տեքստը գրում էինք Հա։ ավատարի համար ու ձայն էինք ընտրում դες ձեն չէի ընտրել Նա, դա քրքիր է։ Ես օրինակ օգտվում եմ Photo-eye-ով։ Photo-eye-ը օգնում է նրանով, որ դու կարաս ցանկացած ֆոտո սարքես։ բայց ես օգտագործում ֆոտո մտած մի քանի հատ հետո օլիմպիքսի նման արա Որ օրինակ մտածում ես ու մտքի չի գալիս։ այսինքն ինչ ես խոսում Դե ասում եմ, որ ավելի հեշտացրել է մեր կյանքը, որտեղ ամեն ինչը հիմա կարող ես 5 վայրկյանում գտնես։ Բայց դա նաև վատ է, որովհետև բանը մարդիկ անընդհատ հեռախոսների մեջ են։ ահա Ահա։
Իսկ դրա վտանգների մասին կարա՞ք պատմեք։ Հա, հեկերներ կան ընտրել։ Էդի ո՞նը։ Հեկեր։ Հակերներ։ Լինել ինտերնետային պիրատներ։ Օրինակ, քո մոտ եղել է։ Չէ։ Չէ։ Կարան գողանան քեզանից միլիոններ, միլիոն դոլար։ Հա, միլիոններ կարող են քո մոտից գողանել, չէ։ Ան ինֆորմացիա գողանան։ Վերցնեն գտնեն, հա, ինֆորմացիան բոլոր քո մասին Հա, ու քեզ ասենց ասենք զլամատյան են։ հա։ Իսկ ո՞նց կարանք պաշտպանվենք իրանցից։ Հեշտությամբ հեռախոսի մեջ չլինել։ Պետք է հեռախոսի մեջ միշտ չանցկացնենք ժամանակը եւ ավելի շատ լինենք իրական կյանքում։ Պետք է հարցերով գնալ միջև իմանաս, որ այդ մարդն է կամ այդ մարդը չի։ Մի օր գրել էին։ Ես հասկացա, որ դա հաքերներ են։ Ես սկսեցի իրանց անընդհատ խաբել, sense ինչ որ բան տալիս են, ես ձև եմ անում, որ չեմ հասկանում, հետո ուրիշ բան եմ ընդհանրապես անում։ Ես որ բանից բլոկ գցեցին ու Ես ո՞նց հասկացա, որ հեկերներ են։ +7-ով էր համարը։ Ոչ մեկին համաներս չեմ տալիս, բացի իմ ընկերներից, ում հետ ծանոթ եմ մի տարի։ Օրինակ ոչ մեկ հիմա իմ ոչ մտերիմ ընկերներից չունի իմ համարը։ Դրա համար գլխին կա, որ դա ինչ որ հակերներ են։ Ձեր չենք խաչում, հատուր։ Իսկ եթե մի օրով ինտերնետը գնար, դու ինչ կանեիր։ Ինչ կանի ես ընտանիքից հետ ժամանակ անցկացնեի, տենց էլ եմ անցկացնում, բայց ավելի հետաքրքիր կլիներ։ Իսկ դու ինչ կանեիր։ Կոմենտներում գրի։ Իսկ դու դա Ես կգնայի դուրս, կխաղայի։ Իսկ դու ինչ կանեիր, եթե ինտերնետը չլներ։ կգնա ծաղկը զուր կոպրեի։ Դավիթ, բայց ես նկատել եմ, որ դու շատ ես հեռախոսի մեջ։ Ոտ գիտես։ Ուզում էր խաբեր ինձ։ Հա? Այդ գրում եմ դու։ Ուզում էիր ինձ խաբեր։ Եթե դու ատեղած ես։ Դե հասկացանք։ Այդ Ես նկատել եմ, որ դու անընդհատ հեռախոսի մեջ ես։ Շատ հեշտ։ Օրինակ դու երբ նստած ես, միշտ տեսնում եմ, որ դու հեռախոսի մեջ ես։ Քո հեռախոսի մեջ կախվածություն ունես։ Չէ։ Դու կախվածություն ունես։ Այսպես խաղում ես, ձեռքիցդ վերցրեցիր։ Ես գնացի քնելու։ Պատկերացրա նոր ես արթնացել, վերցրել ես հեռախոսը ժամը 12-ն։ Վերցրել ես հեռախոսդ, խաղում ես մինչև ժամը 1-ը։ Մամադ գալիս է հեռախոսդ վերցնում եմ, բանում։ Ասում ես, ես գնացի քնելու։ Հա, ու քնում ես։ Չէ։ Այդ ինչ եմ անում։ Բա ո՞նց ես անում, ասում ես գնում եմ քնել։ Գնում եմ քնեմ։ Հետո երբ որ գիշեր անում, չեմ խաղում։ Չեմ հավատում։ Չեմ հավատում։ Այս անգամ մենք ինչ իմացանք, որ ինտերնետը ունի եւ իր դրական կողմերը եւ իր բացասական կողմերը։ Իսկ դուք կարող եք նշել բացասական եւ դրական կողմերը կոմենտներում։ Ciao!